Իմ մանկավարժական ստաժը սկսվել է 61 թվին եւ ոչ մի օր չի խախտվել։ Սա մեր ինչն է երեխեք։ Զորացրվելուց հետո ես աշխատեցի 2 տարի Բաքվում, բոլոր տեսակի դպրոցներով անցել եմ, բացի գյուղական, երեկոյան դպրոցներից, նաեւ կար հերթափոխային դպրոց այն բանվորների համար, որոնք հերթով աշխատում էին։ Շատ լավ տարիներ էին դրանք, պատկերացեք մենք տվեցինք շրջանավարտ 28 հոգի, 7-ը ընդունվեցին բուհ։ Ասում եք դա բանվորագյուղացիական դպրոց էր դա շատ հոգնած գալիս էին բանվորները եւ սովորում էին։ Մենք համոզում ենք նրանց, որ եթե դու լավ ավարտես, լավ սովորես, լավ էլ ապրելու ես։ Այո, ինձ մոտ այդ բանը միշտ ասել եմ երեխաներին, որտեղ փոքր ժամանակից է եկել, այդ գյուղից է դեռ եկել, Չարդախլու հռչակավոր գյուղն էր դա։ Մենք գիտեինք, որ եթե դու լավ ես սովորում, ուրեմն լավ է պետք է ապրես։ Շատ դաժան տարիներ էին այդ հետպատերազմյան տարիները, բայց հույսի տարիներ էին, մեծ հույսով մենք սպասումների տարիներ էին։